Եթե դուք ընտրվեք դատական համակարգում որպեսզի անարդարությունները վերանան, ես առաջարկում եմ, որ սխալ դատ անողները, սա դատավարություն անողները, ովքեր մեկ դատ են գնում են դատի, տալիս են 2 ամիս, հետո մի տարի, հետո 2 տարի, հետո արդարացնում են մարդուն։ Ես առաջարկում եմ ընդհանուր օրենք այն դատավորների, դատախազները, որոնք սխալ են դատում, հետագայում իրենց դատվածները արդարանում են, նրանց զրկել դիպլոմից եւ աշխատանքից։ Տեսեք, ձեր ազգանունը ինչ է ներողություն։ Որպեսզի արդարությունը վերականգնվի։ Արդեն կվախենա մյուսն էլ կարի մյուսը։ Տեսեք, ձեզ ինչպես դիմեմ, ձեր ազգանունը ինչ է։ Բալայան։ Պարոն Բալայան, նայեք։ Դատական համակարգը միանշանակ ճիշտ է, որ արդարադատություն իրականացնողն է եւ լայն իմաստով այո, արդարության այդ գլխավոր սիմվոլներից է, որ լինի, չէ, որ իրավունքները մեկի խախտում է դիմում է դատարան։ Հիմա պետք է իրականում այնպիսի իշխանություն, նախ իմ դիրքորոշումը միանշանակ ես ձեզ հետ համաձայն եմ այն առումով, որ ով որ լինի դատավոր, դատախազ, ով ուզում է լինի, եթե սխալներ է թույլ տալիս, իրավական համակարգը պետք է այնպես լինի, կարգ ու կանոնը, որ այո, սխալների համար մարդը ենթարկվի պատասխանատվության։ Հիմա այսօր հենց այդ է որ, այսօրվա խնդիրը որն է, որ ովքեր ասես նայում ես խախտումներ է թույլ տալիս, սխալներ է եւ այլն, չպետք է լինեն դատավորներ, որոնք իշխանության հովանավորության տակ են, որտեղ դատավորը, դատախազը իրանք էլ պետք է պաշտպանված լինեն։ Պետք է իշխանությունը քաղաքական չմիջամտի իրանց գործերին։ Իրավական հարցերին, այո, որովհետև եթե, այսինքն քաղաքական մենք հավակնում ենք հիմա քաղաքական իշխանություն լինելու, չէ՞, օրինակին վարչապետության ժամանակ երբեք չի լինելու, որ միջամտես դատական process-ի, որտեղ ես որպես իրավաբան հասկանում եմ, որ չի կարելի դատավորի գործունեությանը, դատախազի գործունեությանը հակառակը պետք է պաշտպանված պահես, որ նրանք իմանան, բայց պետք է հստակ գործեն պատասխանատվության մեխանիզմները օրենքով։ Այսօր ինչ ունենք մենք։ Ունենք դատավորներ, որոնք իշխանության համար անում են իրենց ասածները, մարդիկ են օրինակ կալանավորում, չէ, այդքան կալանքների տակ, հենց այդ իշխանության սիրած դատավորներն են անում եւ հետո էլ հովանավորության տակ են, ընդ որում ուշադրություն դարձեք, նախկինում որ կար այդ հովանավորությունը առանձին դատավորների, չէ, այդ նույն ձև հիմա շարունակվում է։ Այս հարցում մենք փոփոխություն չունենք ու ավելի վատն է։ Եվ ավելի վատն է, որտեղ այն դատավորները, որոնք առաջ էին անում, չէ, օրինակ այտենց երևույթ կա, մացոյականություն է կոչվում։ Եղել է այն ժամանակ։ Հիմա կա մեր շատ լավ գիտնական ընկերներից մեկն ասել, համաձայն եմ նեոմացոյականություն, որը ավելի նոր ձևով, ավելի վատ ձևով է։ Այն նախկինում ով որ կար իշխանությանը ծառայում էր, հիմա ավելի սրտանց է այդ խախտումները անում, որ նախորդի համար չենթարկվի պատասխանատվության։ Տեսեք, այս իշխանության ժամանակ էլ դա հովանավորչությունը կա, որ իրանց խախտումները վեր չհանեն, իրանց սխալները վեր չհանեն։ Այ մեր խնդրեմը այն է, որ լինի քաղաքական իշխանություն, որը չի ղեկավարը չունի նման բաներ եւ չի անում հովանավորչություն, դատական համակարգը ճնշման տակ չի պահում, այս այա եւ պետքա, բայց նաեւ պետքա միջավայրը այնպես լինի, որ ցանկացած խախտում օրենքով եթե հիմքերը կան, պետքա այո ենթարկել պատասխանատվության, որ մարդու համար մարդու աչքի առաջ ընկալման տեսանկյունից արդար լինի ամեն ինչ, ճիշտ լինի։ Ճիշտ եք ասում, որնես չլինի օրինակ, որ այո ասում է ժողովրդական բառ կա, չէ, տերովինով է տարել անտերինով, այդ նման վիճակում որ չհայտնվենք։ Եթե այդ օրենքը լինի, դուք լինեք վարչապետ, եթե լինեմ դատավոր, օրինակի համար, դուք լինեք վարչապետ, ինչքան էլ ասեք, ես չեմ անել, որովհետև ես գնալու եմ դատ։ Ճիշտ է։ Այո, որտեղ օրենքով է լինելու։ Օրենքով է, դրա համար եմ ասում, օրենքը որ լեք այդպեսի օրենք։ Ճիշտ եք ասում։ Տենց ասա։ Միանշանակ եւ բայց եթե կա, օրինակ տեսեք այսօր ոնց է։ Դատավորներ նշանակված օրինական կամ դատավորների թվում առհասարակ նշանակման մեխանիզմներ, որ նայում ես ընդհանրապես լուրջ կասկածների տեղիք են տալիս եւ դրա համար քաղաքական իշխանությունը, ինչ է այս իշխանությունը, որ քանի որ ինքը շահագրգռված է, որ խախտումները վեր չհանեն, օրինակ այսօր վերցնենք մեր զինվորականների նկատմամբ գործեր, որ պատերազմից հետո հարուցեցին, չէ՞, սկսեցին հարուցել։ Ես չեմ ասում զինվորականները, կային զինվորականներ, որ մեղավորություն կար, պետքա պարզվի, ապացուցվի, բայց իշխանությունը իր մեղքերը մաքրելու համար վրայից սկսեցին զինվորականներին արագ դատել, որ եկուց հարց չառաջանա, բայց ձեր հարցերը իրանց ոնց որ ստրախովկան են տեսնում, սենց ասած, հետագայում որ խնդրեմ չունենան, պատասխաններ տալու առումով, սկսեցին իրանց վրայից մաքրել մեղքերը։
Այն ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների զեկույցները տակով արեցին, ընդհանրապես չհրապարակեցին։ Ինչի համար։ Այն իրավաբանների մեջ մի հատ խոսք կա, ասում է главное не выйти на самих себя։ Իրանք իրանց վրա դուրս չգան։ Հիմա ամբողջը արվում է դրա համար։ Մեր այդքան մարդկանց ոչ միայն զինվորական, տարբեր բնակավարներում մեղքը գցել ուրիշի վրա, մեղքը գցել ուրիշի վրա։ Այս սա է, որտեղ դրանք նստած են սեփական սխալների վրա։ Մենք պիտի ունենանք իշխանություն, օրինակ մենք ինչի ենք համարում, որ մենք կարող ենք դա անել։ Որևէ ժամանակահատվածում չի կարող ոչ մեկ լինել, որ մեզ կմեղադրի, ասի գործարանները թալանել եք, չգիտեմ, դրոններ չեք առել, կաշառակերություն եղել, չի կարողանա։ Նույն օրինակ Հա, դա էլ իր հերթին, ոչ մի դրա համար ամենասկզբից ենք մենք խնդիրների արմատը այն սկզբից պետք է տեսնել, էլի։ Եվ ամենակարևորը պետականությունը պահպանել։ Այո։ Պետականությունը բագրատուններից հետո արդեն կոչել է պետականություն։ Զորով 30 տարի է պետականությունը ցերել։ Գոնե փայփայ ենք կանենք։ Ես շատ ուրախ եմ, որ Սյունիքում ենք այդ ամենը լսում, որտեվ ով քան սյունեցին, չէ, այդ ամենի արժեքը հստակ գիտակցում է։ Հետո Ժողովուրդ ջան, sense մի բան ասեմ, էլի ընտրություն կատարելիս ես կարծում եմ մենք պետքա նաև մտածենք, թե ով կարա պետություն կար, պետությունից ով է գլուխ անում, ով երկրի հարցերը կարող է լուծել, հասկանում է պետականության արժեքը եւ ամենակարևորն է, ես մտածում sense իմ երկրի վերաբերյալ, ձեր երեխեքի, թորների վերաբերյալ ում ես դու վստահում որոշումների կայացումը, չէ՞, ճակատագրական որոշումներ են կայացվում։ Այդ քվեախցիկում ես ինչ եմ ասում, քաղաքացին դուք ամենազորեղն եք։ Այդ պահին ձեզ է պատկանում ամբողջ իշխանությունը։ Դուք որ քվեատուփի մեջ գցում եք այդ քվեաթերթիկը, այդ պահին բարձրակետն է, ամենազորեղ մարդը իշխանությունը տալիս այն մարդուն, ով ուզում է գողանա, ով վախացրել է, ով փող է բաժանել, դրա համար ով փող է բաժանում, կապ չունի ինչա, ոնց է, ով իշխանություն է, այս սրանք հետո գալիս են իրանց տվածների հետևից։ Ճիշտ է, այսքան տարի մեր խնդիրների պատճառը այդ է եղել։ Դա համար մենք պիտի քվեարկությունը անենք հանուն նրա, թե մեր պետականության համար մենք որն ենք համարում, որ ճիշտ է պետք։ Ձեր ասած պետականության արժեքի։ Դպրոցներում կարելի է քաղաքականապես պատրաստել երեխաներին։ Քաղաքականապես գոնե միջով զարգանա, որ գիտակ չկա։ Դպրոցներում, նայեք, Յուրանը Դավիթ է, չէ՞։ Ես էլ եմ Դավիթ։ Տեսեք, դպրոցները որ ասում եք, չէ՞, ամենակարևոր բանը, որ պետականությունը այդ ոնց որ փոքր երեխա լինի, որին որ պետք է փայփայես։ Ունա անընդհատ աճելու, անընդհատ զարգանալու process-ի մեջ է։ Աշխարհում 6-7 հազար ազգ կա, բայց 196 երկիր։ Այսինքն շատ քչերին է հաջողվել ունենալ պետականություն։ Հիմա տեսեք, այս 196 երկրներից մեկը մերն է, որը որ մենք իրան պետք է միշտ վերաբերվենք որպես փոքր երեխա, մեր զավակի։ Այդ այն է, որ դու օրինակ մեծ աղբեր ունեմ, ասում է օրինակ դու Նիկոլին աղջիկ կտայիր, հիմա Նիկոլը եկել է ձեր տուն աղջիկ ա ուզում, աղջիկա ձեռք խնդրում է, դու աղջիկ կտայիր Նիկոլին, ասում է չէ, արա բա որ չէ, այս պետությունը ոնց ես տվել։ Շատ կարևոր բան է։ Այդ նրանից է, որ մենք պետությանը մեր ընտանիքի, մեր սեփականի նկատմամբ այդ վերաբերմունքի առումով դուք ճիշտ եք ասում, դպրոցում պետք է սերմանել, երեխեն պետք է իր պետությունը սիրի ոնց որ իր ծնողին, սիրի որպես իր ընտանիքին։ Ինքը պետք է նվիրվի այդ պետությանը, պետք է այդ պետությունը, բայց ամեն մեկն էլ այդ 29743 որպես դրոշ խփում են, այդ էլ չպետք է ալնի։ Մարդ պետք է այստեղ ունենա պատկերացում իր հայրենիքի ու այդ կենսատարածքի վերաբերյալ։ Ոչ մեկ չի կարա քառակուսի կիլոմետրերով սահմանափակի իմ պատմական հիշողությունից եկող իմ պատկերացումները իմ հայրենիքի նկատմամբ։ Այսա պետք է սերմանենք մենք դպրոցից։ Ու շատ ճիշտ եք ասում, դուք պետականությունը պետք է փայփայենք։ Իսկ հունիսի 7-ը այդ պետականությունը փայփայելու, պետականություն ունենալու շատ կարևոր մի հատ քննություն է։ Բոլորս միասին պետք է այդ քննությունը հանձնենք։ Այդ քննությունը ձախողեցինք, այնքնելու ենք 6-7 հազար ազգերի շարքը, որոնք չունեն պետականություն։ Դա շատ կարևոր է, մենք եկել ենք մինենց հանգրվանի ենք հանգել, որովհետև մենք մեծ փորձությամբ ենթարկենք մենք ինքներս մեզ։ Ուզում ենք պետություն ունենանք, թե չէ։ Մեկ էլ հիշեք, որ Նիկոլին աղջիկ տալը ոչ մեկ էլ պատրաստ չէր աղջիկ տալու, էլի։ Դա շատ կարևոր է։ Դե բայց մեր պետությունը տանը մնացած չէ։ Տանը մնացած չէ մեր պետությունը։